հարցերը կարծեմ նախորդ դատականության ընթացքում տվել Պատվարժան դատարան, որպես այդպեսին դա եղել է քարոզարշավի նախապատրաստական գործողություն, դա կարող է նաև քարոզարշավի տրամաբանության մեջ տեղավորվել, բայց շատ ավելի լայն զանգվածների վերջումը նախատեսվում է Գառնիկ Ղազարյանի և Լիանա Ղարամանյանի նախնական իրազեկող ակցիայից անմիջապես հետո ժամը 16:00-ին, որ պետք է իրականացվեր։ Ձեր ցուցմունքում նշեցիք, որ երբ ասել եք գյուղ, նաև Գառնիկ Ղազարյանի խոսքերից հասկացել եք, որ այն տրամադրությունները չեն եղել գյուղում, ինչ-որ դուք ակնկալել եք։ Խնդրեմ պարզաբանել, ինչ է ակնկալել, ասենք, ինչն է եղել ձեր ակնկալիքը, որը չի արդարացել։ Նախ ակնկալիքներ որպես այդպիսին ես ինքս առանձնացված չեմ ունեցել, ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսների մեջ կլինեն մարդիկ, զանգվածների մեջ կլինեն մարդիկ, ովքեր համաձայն կլինեն X անձնավորության հետ, տվյալ դեպքում իմ հետ կլինեն մարդիկ, որ կլինեն խիստ անհամաձայն, բայց դա որևէ մեկին կրկնում եմ թույլ չի տալիս քարոզարշավի ընթացքը խոչընդոտել կամ խոչընդոտելուն միտված գործողություններ իրականացնել։ Նաև դրացի հարց ինչով պայմանավորված է ձեր ակնկալիքը, նկատի ունեմ ենթադրել եք, որ օրինակ X քանակության մարդ հավաքվի, թե ինչ ակնկալիք է մինչև ձեր լինալը Գառնիկ Ղազարյանի և Լիանա Ղարամանյանի ուղարկելը։ Ակնկալել եմ, որ այնպես ինչպես վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում է անցել իմ քարոզարշավի ընթացքը, առնվազն Ոսկեհատ համայնքում նույն իրավիճակը ես կունենամ։ Խնդրեմ մանրամասնել, ինչ մյուս բնակավայրերում կամ այլ նախանշած տեղերում ինչ բնույթակել են հանդիպումները, որը չի եղել օրինակ վաղաշաբաթ։ Խաղաղ, ես կասեի խիստ խաղաղ, վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում հայհոյանքներ չեն տեղացել, վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում կուտակումներ չեն եղել մեքենաների, այն ինչ որ եղել է Ոսկեհատ համայնքում։ Նշեցիք, որ Գառնիկ Ղազարյանի հետ թե հայտուրայի դրանց հետո միջադեպի վերաբերյալ ուսել եք, զրուցել եք, հետաքրքրել եք, թե ինչ է կատարվել, խնդրեմ հայտնեք։ Գառնիկ Ղազարյանը ձեզ ներկայացրել է օրինակ ինչ ընթացք է ունեցել քարոզարշավը կամ նախապատրաստական աշխատանքներ միջև նշված միջադեպը և միջադեպից հետո դրանք միմյանցից տարբերվել են, եթե տարբերվել են ինչու ներկայացել տարբերությունը։
Պատվարժան դատարան, ինչպես նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմի հարցերին էի ես պատասխանում, այո, Գառնիկ Ղազարյանը այդ օրը ինձ տեղեկացրել է հեռախոսի միջոցով, այնուհետև տեղում, որ իրավիճակը լարված է, թեկնածուի ուղղությամբ հայհոյանքներ են տեղացել երկու անձնավորություն եւ դրանից հետո գյուղի կենտրոնական հատվածում մեքենաների կուտակում է ինքը նկատել։ Սա այն է, ինչ փոխանցվել է ինձ Գառնիկ Ղազարյանի կողմից, իսկ ընդհանուր դատական process-ի նախաքննության ընթացքի մասին ես Գառնիկ Ղազարյանից առհասարակ աշխատել եմ չհետաքրքրվել։ Միջադեպի մասով ես արդեն թե հեռախոսազանգի միջոցով այնքը տեղեկացրել, թե նաև տեղում այնքը տեղեկացրել իրավիճակի մասին։ Իսկ դուք ամեն դեպքում ունեք արդյոք ասեմ ենթադրություն կամ տեղյակ եք արդյոք թե ինչն է պատճառը եղել նման գործողությունների։ Ոչ պատվարժան դատարան չունեմ։ Մեքենաների կուտակման մասին նշեցիք, երբ որ դուք հասել եք ոսկե հարկյուր, տեսել եք, որ կուտակված։ Նշված կուտակումը ձեր քարոզարշավին այդ պայման տեղում անցկացնելուն խոչընդոտ հանդիսանում էր։ Խոչընդոտ հանդիսանում էր այնքանով, որ կուտակված մեքենաները ըստ նաև Գառնիկ Ղազարյանի ինձ տրված տեղեկության կապ ունեն այն երկու անձնավորության հետ, ովքեր որ հայհոյել են ինձ։ Իսկ կներեք, ինչպես էիք կամ ինչպես են պատկերացնում մարդիկ իրավիճակը, երբ որ մարդուն հայհոյում են։ Առնվազն պետք է պատասխան պահանջել, թե ինչու են հայհոյում։ Եվ այդ պատասխանը պահանջելուց հետո կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ եւ ավելի վատ հետևանքներ ունենալ։ Սա հաշվի առնելով, այո, ես սա խոչընդոտ եմ դիտարկել։ Այսինքն դուք այդ պահին, երբ որ ասել եք ոստիատու, այդ մեքենաների մարդկանց կուտակումը անցալել եք որպես խաղաղից էր հետագա գործողությունների։ Եթե այդ մարդիկ փոխկապակցված են եղել ըստ Գառնիկ Ղազարյանի այն երկու անձնավորության հետ, ովքեր որ հայհոյել են ինձ, այո, ես այդպես եմ դիտարկել։ Իսկ ինչ է կարծում, եթե դուք տեղում փորձեիք ձեր պլանավորած ձևով իրականացնել ձեր քարոզարշավը։ Նշել եք, որ նաև ձեզ հետ ոստիկանության աշխատակիցներ են եղել։ Արդյոք հնարավոր չէ լինի քարոզարշավը իրականացնել այնպես, ինչպես դուք նախանշել եք։ Ես պատվարժան դատարան անկեղծ ասած post factum չեմ կարող ասել, թե ինչ կարող է լինել։ Իսկ որ նշեցիք երկու անձանց կողմից հայհոյանքներ նշեցնելու մասով, խնդրեմ հստակ եւ կոնկրետ պատասխանել։ Գառնիկ Ղազարյանը ձեզ երբ որ այդ մասին պատմում էր, հնարավորինս բառացի փոխանցեք, թե ինչ են նա ձեզ պատմել, ովքեր են հայհոյել, կոնկրետ երկուսն են հայհոյել են, նրանցից յուրաքանչյուրի արտահայտություն չեմ ուզում, որպեսզի կրկնեք բառերը, բայց հնարավորինս հասկանալի ձևով փոխանցեք, այն ինչ որ ձեզ Գառնիկ Ղազարյանը պատմել է։ Գառնիկ Ղազարյանի պատմելով ինքը իրազեկող ակցիա է իրականացրել գյուղի տարածքում, նաև ունեցել անկեր Վաղեմի գյուղում, գյուղամիջում եւ իրազեկող ակցիայի ընթացքում իր ընկերոջն է նաև ցանկացել այցելել կամ ճանապարհին գուցե հանդիպել, որպիսությունը հարցնել։ Հանդիպել է երկու անձնավորության, ովքեր նախընտրական բուկլետի հետ հայհոյանքներով մենամարտի մեջ են մտել։ Սա փոխանցվել է Գառնիկ Ղազարյանի կողմից ինձ պատվարժան դատարան։ Երկու անձանց Գառնիկ Ղազարյանը սկզբից երկու անձանց մասին է խոսել, հետագայում պարզվել է, որ այդ երկու անձինք Ներսիսյան Գևորգն է եւ նրա որդին։
Սա այն է, ինչ փոխանցվել է ինձ Գառնիկ Ղազարյանի կողմից։ Եվս այն հարցեր չունեմ, կան հիշնությունների Ես հարցս եմ ապաշում ձեր հարցերից հարցեր առաջացան։ Ես կարծում եմ, որ նա չպատասխանեց ձեր հարցին, մի քանի հարց ես ուղիղ բան թող պատասխանի։ Երբ Ներսիսյանը ձեզ հայրենի է, թե ոչ, ըստ ձեր նշած բրգային Գառնիկ։ Անկեղծ ասած կոնկրետ թե ով է հայհոյել, առնվազն կամ Գևորգ Ներսիսյանը կամ Համբարձում Ներսիսյանը հայհոյել է։ Կոնկրետ Գևորգ Ներսիսյանի մասով ես չեմ կարող պատմել, որովհետև պատմել, որ Գևորգ Ներսիսյանը ու հարցանտակ ձեզ հայհոյել է թե Գառնիկ Ղազարյանը ինձ պատմել է, որ երկու անձնավորություն հայհոյել են ինձ, թե կոնկրետ ով է հայհոյել, ով հանդիմանել կամ ով քննադատել կամ քննադատական խոսք հնչեցրել, այդտեղ Գառնիկ Ղազարյանն ավելի կոնկրետ կպատասխանի։ Ինչի՞ց եք ենթադրում, որ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանը։ Առնվազն Գառնիկ Ղազարյանը ինձ պնդել է եւ ասել է, որ այդ երկու անձնավորությունն են։ Հակառակ պարագայում ես ձեզ մի փոխադարձ հարց տամ, այդ դեպքում ինչ գործ ունեն երկու քաղաքացիները ձեր կողմից։ Արդեն բացաբանվել է, որ դուք հարցեր տալու իրավունք չունեք, պատասխանեք հարցեր։ Եվ նաեւ եւս մեկ անգամ սպասեք հարցեր հավաքեն, հասկանալի լինի ինչ հարցեր ուղղությունից, որովհետեւ դուք պատասխանեք այդ հարցին։ Հիմա ինչի՞ց եք ենթադրում, որ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանն են ձեզ հայհոյել, եթե դուք ասում եք Գառնիկ Ղազարյանն ինձ ասել է, որ երկու անձ են հայհոյել։ Գառնիկ Ղազարյանը նաեւ հետագայում, երբ որ գյուղի կենտրոնական հատվածում ա եղել 16:00-ին հարակից այդ ժամանակահատվածում, արդեն իսկ ինքն իր համար ճշտած է եղել, թե ովքեր են եղել այդ երկու քաղաքացիները։ Ձեզ ասել է, ես ու շվաց չեմ։ Ասել է, այո։ Ձեզ ասել է, որ Գևորգը եւ Համբարձումը ձեզ հայհոյել են, դե։ Այո։ Բայց քիչ առաջ նոր ասացիք, որ չի ասել։ Դե կոնկրետ նորից եմ կրկնում, եթե դուք խնդիր եք դրել ձեր առաջ, որ ես պնդեմ, որ այո Գևորգ Ներսիսյանը հայհոյել է, ներողություն, ես ասում եմ Գառնիկ Ղազարյանն ինձ ասել է, որ երկու քաղաքացի հայհոյել է։ Եթե իմ խնդիր դրած անեի, ուրիշ ձեր խոսեք։ Ես ուղիղ հարց եմ ձեզ Դուք հարգելի պաշտպան, խնդրում եմ ձեր լիազորությունները դատական նիստերի դահլիճում չչարաշահեք եւ պատվարժան դատարան խնդրում եմ պաշտպան, եկեք իրար ինչ-որ չգիտեմ ինչա խոսում բացան, եթե ունի ուրիշ բան, ես ու հարցը տալի թող պատասխան։ Հարցը պատասխանեց հիմա վկան ինչ կերպ որ ձևակերպեց հարցի։ Որոնց ոչ ձևակերպի վկան։ Խնդրում եմ հարցեր ուղղել, այլ ոչ թե հարցություն։ Ինչ։ Ես ասում եմ, շարունակեք։ Վկա Գևորգ Ներսիսյանի եւ Համբարձում Ներսիսյանի փաստաբաններին նախկինում ճանաչել եք դուք։ Ինձ պարոն Զորաբյանի կամ մյուս փաստաբաններ։ Եվ շփվել եք իրար։ Ձեզ երբևէ չեմ ճանաչել։ Ես ասացան հարցը։ Պարզաբանեք ոչ դրանից։ Հա, ես մի ուրիշ հարցեր կտամ պատվաժան դատալ, ես չեմ ուզում այս պարզաբանը վկան կհասկանա ինչի անում։ Դա մեր հարցը դրեք։ Ես միջադեպի հետ կապված, անասար դու Facebook-յան էջ վարում եք, ես միջադեպի հետ կապված հրապարակում արել եք։ Այո։ Կան եք ամեք հրապարակում արել։ Առնվազն մեկ։ Իսկ հնարավոր է երկու անգամ եք հրապարակում։ Գուցե։ Դուք ասացիք, որ ինձ առնվազն չեք ճանաչում։ Եվ նաև կանանք ենթադրենք, որ հարաբերություններ չունեն, չէ, ընկերական, բարեկամական, իրար հետ իքով դիմելով։ Հիմա որ դուք, ես ես հարութիկով դիմեմ, դուք կնեղանաք թե չէ։ Պատվարժան դատարան։ Սա արցի տրամաբանության մեջ տեղավորվում է։ Վերջինս պատվարժան դատարան, ես Facebook-յան էջում, ես բարձաբանն եմ ուզում պահանջել, այնքան ոտնա բարձաբան եմ, գուցե ցալա։ Եթե Facebook-յան էջում հրապարակել է, որ հաստաբանիկները, չէ, տեսանիք են հրապարակել։ Հիմա վկան ուզում եմ հասկանամ։ Հիմա ես օրյան դիմում եմ։ Դուք ձեզ այդ հաստաբանիկների մեջ եք տեսնում։ Եթե ձեզ այդ դրա մեջ եք տեսնում, այո։ Ձեզ վերջին անգամ եմ նախաձեռնում, որ առանց թույլտվության այլևս չխոսենք ու չմիջամտենք որևէ Շատ լավ։ մասնակցի ելույթին։ Ակել պաշտպան։ Ես ում հասկանամ, էլի։ Ինչ է ասում։ Մի րոպե, եթե վկայի ինչ-որ հրապարակումից օրինակ դուք վիրավորվել եք կամ գտնում եք, որ դրանով ձեզ ձեր հանդեպ ինչ-որ անհարգալից վերաբերում է դրսևորել, կարծում եմ դուք դրա իրավական ընթացակարգ ճանապարհ Ես լավ գիտեմ, բայց կարծում եմ, որ դա
որևէ կերպ առողջություն չունի ներկայացված մեղադրանքի բովանդակության, հետևաբար միշտ հարցեր Ես կարծում վաճառական առանձնակ մեղադրանքի բովանդակության հետ կապ չունի։ Ես ժամանակ հարց եմ տալիս ու հասկանամ։ Ինչ նկատի ունես։ Մեղադրյալի վկայի կողմից հաստատանների հետ կապված հրապարակումների, դրանց բովանդակության եւ այլնի հետ կապված հարցերը հանրում են, եթե այլ հարցեր ունեն շարունակի։ Չէ, ես այդ հարցը չունեմ, ու հասկանալ եմ, որքան ինչ նկատի ունի։ Դե չէ, մնացած ինքերը ես հարցերին պատասխանի Ես ես բան հարցեր չունեմ որտեղ։ Կա այդ հարցեր։ Այո, պատասխանատվական համասանաններ եթե դուք դրան հարցում։ Հաստատ։ Ի վերջո, Գևորգ Կարմիր Ղազարյանի հայտնած տեղեկությունների երկուստեք ձեզ հայովել են, թե ոչ։ Առաքոն հարցի դեմ հետացին պատասխանել է պատասխանատվական։ Ամեն դեպքում մի քանի անգամ պատասխան ունեցել։ Դապեր պատասխանատվություն պատասխան դատարան։ Ամեն դեպքում դատարանը կգնա Շատ պատասխաններ, շատ այս հայտնությամբ էլ հարցեր չունի։ Իշխանություններ կան վկայությունների մասին։ Այո, պատասխան դատարան ուսան արկա է քրեական դատավարության անձնական առաջին մասով նախատեսված, առաջին մասով երկրորդ կետով նախատեսված իրական հակասություն այսինքն վկայված նախաքննական դատական քննականությունների մեջ արկային իրական հակասություններ, որոնք թույլ են տալիս տնտեսություն ներկայացնել։ Դա բազարվարաշինը կայանում հակասություն։ Ըստ էության հակասությունը կայանում է տեղի ունեցող հանգամանքների, որ տեղի ունեցել ոսկեհատ համայնքում, այլ ոչ Ակնհայտ լինելով, որ Գևորգ եւ Համբարձում ներսիսյանները փորձում են իրավիճակը լարել, որոշում են կայացնել ու իրականացնել փոքր քանակությամբ ավտոմեքենաների վրա։ Այս մասով որևէ հարցակնության ընթացքում որևէ հանգամանք չի ներկայացվել։ Այս մասով Ես իմ հարցերից նաև այդ իմ կողմից ուղղված հարցերը նաև դրան են վերաբերվում եւ կարծում եմ որ այդ հարցերի մեզ պատասխան Պատվաժան դատարան սակայն որևէ կերպ Գևորգները Համբարձում ներսիսյանների անունը չհնչեց։ Իրավիճակություն երբ որ կայացում հավաքված են որևէ կերպ իրանք ինչով են փորձել ոչնչոտել հանգամանքներին։ Հարցակումներով է հանգամանքս բարձր եթե Շատ է, եթե հարցակումները կանեն են կամ հարցակումներ իրականացնել Այլ որ յուղան մեջ ունենք գտնել, այդ նախկինում դուք Գևորգ եւ Համբարձում ներսիսյաններին ճանաչել եք, թե ոչ։ Երբևէ չեմ ճանաչել։ Այս ձեր ցուցմունքով նախաքննության ընթացքում կրված նշել եք, որ Գևորգ եւ Համբարձում ներսիսյանները արդեն տեղում ոսկեհատ գյուղում գյուղամիջյան հատվածում փորձել են իրավիճակը լարել, որ ակնհայտ է եղել ձեզ համար ինչպես բացատրելի սանրում։ Առնվազն մեքենաների կուտակմամբ, առնվազն գոնե թե Գևորգ Ներսիսյանի տեղում լինելով եւ Գառնիկ Ղազարյանի փոխանցումների վրա հիմնվելով։ Այսինքն Գառնիկ Ղազարյանը ձեզ տեղեկությունները հայտնել է, դուք տեղում նկատել եք Գևորգ եւ Համբարձում Ներսիսյաններին։ Ես որ չեմ ճանաչել Գևորգ եւ Համբարձում Ներսիսյաններին, այո, Գառնիկ Ղազարյանն ինձ մատնացույց արել նրանց։ Ես անձնապես նրանց դեմքով անգամ չեմ ճանաչել։ Այս Գառնիկ Ղազարյանն է եղել ճանաչող միակ անձնավորությունը տեղում, ով մատնացույց է ինձ արել։ Եվ ես հիմնվելով Գառնիկ Ղազարյանի այսպես խոսքի վրա կատարել եմ եզրակացություն։ Այդ մատնացույց անելու հանգամանքը խնդրում եմ մանրամասն կներկայացնենք, ինչպես է տեղի ունեցել։ Մինչև մեր գյուղ ներկայանալ Գառնիկ Ղազարյանը նախ ասացի, որ հեռախոսով է տեղեկացրել, որ իրավիճակը լարված է գյուղում եւ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել։ Այնուհետեւ երբ որ տեղում էինք արդեն, Գառնիկ Ղազարյանն ինձ փոխանցել է, որ Համբարձում եւ Գևորգ Ներսիսյաններն են եղել հայհոյողները, կամ առնվազն նրանցից մեկը, հիմա չգիտեմ պատվաժան դատարան եւ նախաքննության ողջ ընթացքը պետք է որ արդեն իսկ ապացուցած լիներ, թե ով է այդտեղ եղել։ Եվ նրանց գյուղամեջ գալով այդ միջադեպից հետո գյուղամեջում հավաքված նախ բնակիչներն են, ամեն մեկի ուղղությամբ գնացել, մի մասը տուն ա գնացել, մի մասը գործերով ա գնացել, մի մասը միացել ա կուտակված մեքենաներին եւ այդ մարդկանց դա է եղել։ Տեղում Գառնիկ Ղազարյանի փոխանցումները լավսենս հարցս ու ուղղեմ ձեզ, այսինքն Գառնիկ Ղազարյանը ենթադրում է, որ ձեռքով ցույց է տալիս անձանց հայտնել է, որ սա Համբարձում Ներսիսյանն է, սա Գառնիկ Ղազարյանը այո ոչ միայն ինձ է մատնացույց արել, այլ նաև մատնացույց է արել
մեր մյուս վկային Լիաննա Ղարամանյանին տեղում մինչև մեր ներկայանալուց հետո թե ինձ, թե նաև շտաբի մյուս անդամներին։ Շնորհակալություն պատասխանեցիք Ես անդամակի մասին երբ հիշեցիք վկա։ Որ։ Քիչ առաջ որ խոսում եք, Որ։ Ավելի մանրամասն։ Չլսեցիք Ավելի մանրամասն եք, ձեր հարցը ավելի կոնկրետ ձևակերպեք։ Չհասկացաք հարցը։ Չէ, պատվարժան դատարան, որ պարզաբանում վկայի վրա։ Վկա, այ որ դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ Գևորգ Ղազարյանը մատնացույց է արել նշված անձանց եւ ասել է, որ նրանք Ով է Գևորգ Ղազարյանը։ Դե չէ, Գարնիկ Ղազարյանը։ Հասկանալի է, չէ՞ Գարնիկ Ղազարյանը։ Հիմա այդ մասը երբ հասկացաք, երբ մտաբերեցիք։ Որ մատնացույց է արել։ Ընթացքում հարցը։ Այո։ Առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին թե ոչ։ Որ հարցը։ Քրիչի մոտ հարցակցության ժամանակ։ Այդ չեմ հիշում։ Իսկ դատարանում առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին։ Հետ էլ չեմ հիշում։ Հիշողության կապված խնդիր ունեք։ Իսկ ունեք։ Գուցե։ Գուցե թե ունեք թե չունեք։ Չեմ ստուգվել, գուցե։ Կարող ունեք դրա։ Գուցե։ Հիմա Չի բացառում։ Չի բացառում։ Չի բացառում։ Այո։ Այսինքն կարող եք հիմա ասել, որ նման տեղեկությունները դուք հենց նոր օրինեցիք։ Կարող եք դες բան։ Չեք կարող։ Հիմա Գարնիկ Ղազարյանը դատարանում հարցակցության ժամանակ նաև ձեր նշած ձեր համակի ճակերտավոր Լիաննա նման տեղեկություններ չի հայտնել դատարանի, որ իբրև Գարնիկ Ղազարյանը հերքել է տեղեկություն, որ ձեզ մատնացույց արել Գևորգ Ղազարյանի եւ Համբարձում Հարցը հանվում է, որտեղ Ղարամանյանը նամացույց ունի։ Չէ, ես Գարնիկ Ղազարյանի մասին ասացի։ Հետո շեշտադրեցի Լիաննա Ղարամանյանը նամացույց տվել է, որ ինքը նստած է եղել իրենց Այդ պային անցնողին մատուցություն այո, բայց ոչ համբարձումի։ Համբարձումի մասին է խոսում Հարություն Մկրտչյանը։ Խոսքը վերաբերում է համբարձում։ Հիմա Համբարձում Ներսիսյանի դուք անձամբ տեսել եք այնտեղ։ Ես Համբարձում Ներսիսյանի իմ կյանքի ընթացքում երբևէ որպես այդպիսի առանձին չեմ հանդիպել, որ Համբարձում Ներսիսյանը տպավորված լինի իմ մեջ, հարգելի պաշտպան։ Կարան դիտարկել, որ Համբարձում Ներսիսյանը այնտեղ չի եղել։ Դուք կարող եք դիտարկել, որ Չակ Նորիսն էլ այնտեղ չի եղել։ Կարողա բնույթին է Հարգելի պաշտպան, հեռություն։ Դատան ձեզ բազմիցս նախազգուշացրեց, որպեսզի կոռեկտ եւ հարցերին նորմալ պատասխանել հնչեցնեք ու դատարանը հիմա ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա։ Նախատորություն է հայտարարում ձեզ հաջորդ անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում ձեր նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ դատական սանկցիա։ Ուրեմն հարցերին պատասխանեք սպառիչ եւ հնարավորինս կոռեկտ, առանց ավելորդությունների, առանց այլևարությունների։ Պատվարժան դատարան։ Ինչ կարող են ենթադրել այստեղ մեղադրող կողմը, պաշտպանական կողմը եւ անգամ դուք, ես չեմ կարող ասել։ Այդ դեպքում ինձ այդպիսի հարցեր կանչել ձեզ մեր ենթադրությունները մեկնաբանելու մենք կանչել ենք ձեզ հարցերի այդպիսի հարց անհնչում։ Հարցը կհնչի, հարցի պատասխանեք հստակ։ Հարգելի պաշտպան, նաև ձեզ խնդրում եմ մնալ կոռեկտության սահմանով եւ չվերածել բանավեճի։ Հիմա սիրած դերասանն դրան է, ես չասեցի սիրած դերասանը հայական չի, հարգելի պաշտպան, նորից եմ ասում։ Դրսևորել է վկա ոչ պատշաճ վարքագիծ, արժանացել է հակատեսական սանկցիա, պետք չի վերածել բանավեճի կամ այլ խոսակցությունների։ Վկա։ Եկեք այդ նման մոտեցումը ավարտենք։ Քանի մեքենա եք տեսել, մեքենաների կուտակումներ կան։ Հիմա քանի մեքենաներ կան դեռ։ Եվ նախորդ հարցակցության ժամանակ հարցը չեն պատասխանել եւս։ Իսկ այդ կուտակված մեքենաները որ ասեցիք, ձեզ որևէ խանգարել են ձեր քարոզարշավի իրականացման։ Չգիտեմ, մոդենասիկ, չգիտեմ, ազնանշան տան ձեզ, ցանկացած եղանը։ Պարոն ասել եք 15 տարի։ Գարնիկ Ղազարյանը դատարանում ցույց տվել, որ Համբարձում Ներսիսյանին հավաքված վայրում չի տեսել, ինչ կասեք Ես Գարնիկ Ղազարյանի փոխարեն
Գառնիկ Ղազարյանի ասածները չեմ կարող մեկնաբանել, դա կարող եմ ասել։ Ստատելու պատճառները դատարանին։ Ես Գառնիկ Ղազարյանի ստելու մոտիվների վերաբերյալ եւս ոչինչ չեմ կարող Դուք հիմա վկայակոչ դատարանում հարցերի մի պատասխան վկայակոչում եք հիմնականում Գառնիկ Ղազարյանի հայտնած տեղեկությունները։ Ով իդեպ դատարանում այդ տեղեկությունները հայտնել նշված հանգամանքի վերաբերյալ։ Ինչ կասեք դրանից։ Ոչինչ։ Դուք դատարանի արդարացի եք կամ ճիշտ եք ասում։ Ես ոչ միայն դատարանի հետ եմ արդարացի, ես առհասարակ իմ կյանքն եմ փորձում արդար եւ ազնվորվել։ Շատ լավ։ Հարցը չունի բացել։ Դատարան ևս հարցեր։ Ես համոզում բավական դատարան։ Շատ լավ։ Նշում որ Ղազարյանը երկրորդ զանգահարել է, հայտնել է, որ ամեն դեպս ներկայիս նման ցույց տվեցիք, որ երկու անց Անվարձուն եւ Գևորգ Ներսյանները իրեն հայոյել են։ Բացի նշված տեղեկություններից այլ տեղեկություններ հայտնել է ձեզ առայն որ նման կերպով կամ այլ գործողություններով իր նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է։ Գառնիկ Ղազարյանը ինձ հորդորել է հեռախոսով առնվազն չգալ ոսկեհատ համայն, որովհետև իրավիճակը լարվում է, որովհետև կոնկրետ տեխնազույն տվյալ դեպքում ինձ հայոյող անձինք սկսել են գյուղի կենտրոնական հատվածում կուտակումներ իրականացնել մեքենաների, բայց ես որոշել եմ այցելել գյուղ, որոշել եմ տեղում իրավիճակը այցելել եւ գնահատել, որից հետո նախապես պլանավորված քարոզարշավը չի ստացել իր ընթացքը, այն ինչ որ նախապես պլանավորված էր եւ համ պատրաստից ֆորս մաժորային իրավիճակից ելնելով մենք որոշել ենք փոքրիկ ավտոերթով շրջել գյուղը եւ դուրս գալ գյուղից։ Շատ լավ։ Այ Գառնիկ Ղազարյանը հեռախոսա զրույցի ընթացքում ձեզ հայտնել է, որ տեղի ունեցող հանգամանքների արդյունքում ինքը չի շարունակում իր նախընտրական քարոզարշավական բուկլետ բաժանելական իր գործողություն, որ պետք է իրականացնել ոսկեհատ գյուղում։ Այո, ինքը եղել է հոգեբանական ծանր իրավիճակում, ինքը նաև տեղում գյուղի կենտրոնական հատվածում, երբ որ բուն միջադեպն է եղել այոյախառն արտահայտություններով, դրանից հետո վերադարձել է տաղավար եւ տեղում նստել ու որևէ գործողություն չի իրականացրել, իրազեկել է հենց տեղում իրավիճակի մասին։ Եվ նրա իրազեկող բնույթ կրող ակցիան, որ պետք է շարունակվեր մինչև 16:00 ներառյալ, ինքը չի իրականացրել։ Ես այլևս հարցեր չունեմ պատասխան։ Այլ հարցեր չկան, ձեր հարցաքննությունը ավարտված է, կարող եք նստել, կարող եք լքել դատական նիստերի լուծը ըստ ձեր ցանկության։ Շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։